Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մայիսի 11-ն է եւ այս հաղորդման մեջ շատ կարեւոր հարցեր ենք քննարկելու, քանի որ այն ժամանակաշրջանում ենք ապրում, որ մեկ օրվա մեջ կարծես թե միանգամից համաշխարհային պատմության ընթացք է փոխվում եւ այդպիսի կարեւոր իրադարձություններ են հիմա տեղի ունենում ամբողջ աշխարհում։ Խոսքը ոչ միայն Պակիստանի եւ Հնդկաստանի միջև բռնկած այդ պատերազմն է, այլ նաեւ ռուս-ուկրաինական պատերազմը, որի շուրջ սկսում են շատ արագ լուրեր տարածվել եւ վերջին ամենաթարմ տեղեկություններից են խոսելու, թե հիմա ինչ է քննարկվում, հնարավոր է նույնիսկ հրադադար հաստատվի բավականին երկար տևական ժամանակով եւ այս ամենը մենք կքննարկենք, բայց սկզբում ավանդության համաձայն անդրադառնալու ենք Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցողից։ Նախքան հաղորդումը սկսելը անպայման հիշեցնեմ ձեզ լայքերի մասին, սիրելի հայրենակիցներ, լայքերը շատ կարևոր են մեզ համար, նաև չափազանց կարևոր է, որ դուք բաժանորդագրվեք, երբ որ դիտում եք մեր ալիքը, եթե չեք բաժանորդագրվել իհարկե, դա եւս չափազանց կարևոր է թե մեզ համար, թե ձեզ համար, որպեսզի դուք շատ արագ տեղեկացված լինեք, իսկ մեր ալիքը նույնպես շատ արագ ձևով տարածվի եւ սկսի ավելի լավ զարգանալ, ձեզ տեղեկացնելով ամենավերջին թարմ տեղեկությունների մասին, ինչպես նաև ներկայացնենք մեր կարևոր վերլուծական աշխատանքը, որը որ շատ անգամ շատ ճշգրիտ է։ Դուք ինքներդ եք համոզում, թե որքան ճշգրիտ է դարձել մեր աշխատանքը եւ մենք էլ միշտ աշխատում ենք, որպեսզի մեր աշխատանքը օրեցօր ավելի ճշգրիտ դառնա։ Ուրեմն, ինչպես արդեն ասացի, Հայաստանից սկսում ենք եւ սկսենք նրանից, որ Ադրբեջանը մայիսի 9-ին կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, կրկին Սյունիքի հատվածում է խախտել հրադադարի ռեժիմը։ Մեկ օր ուշ ենք մենք մշտապես տեղեկանում այդ հրադադարի ռեժիմի խախտման մասին, հայկական զինված ուժերը մեկ օր ուշացումով են այդ մասին խոսում եւ հիմա խոսքը Սյունիքի խնածախ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական կողմի արձակած կրակոցների մասին է։ Դրանից բացի երեք արդեն ադրբեջանական պաշտպանության նախարարությունը հերթական ապատեգատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, ինչը բնականաբար չի համապատասխանում եւ չի էլ կարող համապատասխանել իրականության։ Բայց Ադրբեջանը մի կողմից տարածում է ապատեգատվություն, մյուս կողմից կարակում է եւ փորձում է լարել իրավիճակը եւ սա գիտեք իմ կարծիքը պատահականություն չէ, բայց նույն ժամանակ հետաքրքիր հայտարարություններ են արվում թե Երևանից, թե Բաքվից, այսինքն ես փոքրիկ նույնիսկ ակնարկների վրա մեծ ուշադրություն եմ դարձնում եւ մեծ կարեւորություն եմ տալիս։ Երեք Ջեյհուն Բայրամովն է խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության հասնելու այդ գաղափարի շուրջ, ասելով, որ Ադրբեջանը իբր օրինական պահանջներ ունի Հայաստանից, դա վերաբերվում է սահմանադրության փոփոխման հարցին, ինչպես նաեւ Մինսկի խմբի լուծարման հարցին, քանի որ կոնֆլիկտ այլևս չկա Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, կոնֆլիկտը ավարտված է եւ ասում է, որ կոնտակտներ կան այդ հարցի շուրջ քննարկումներ կան։ Փաստացի Բայրամովի խոսքերով եւ ոչ միայն Բայրամովի խոսքերով Հայաստանը եւ Ադրբեջանը այնուամենայնիվ քննարկում են այդ հարցերը, սահմանադրության հարցն է քննարկվում, Մինսկի խմբի փակման հարցն է քննարկվում։ Ես ուղղակի փորձում եմ ասել այն, ինչ կա, հայկական կողմը դեռևս չի հաստատում այդ լուրը, այդ տեղեկությունը, բայց հստակ ակնարկներով մենք հասկանում ենք, որ ինչ որ նման քննարկումներ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմի հետ ընթանում են։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել մեր բոլոր հետևորդներին, ինչպես նաև Հայաստանի իշխանություններին, իրանք են այդ մասին խոսել։ Ամենայն դեպս Հայաստանի արտգործնախարարը բազմիցս է խոսել այն մասին, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ եւս կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետությունից եւ նրանք հղում են կատարում իրենց առաջի հանրապետությանը, ինչ որ օրինված թեզեր ունեն, որ իբր հայկական տարածքների մի մասը պատկանում է Ադրբեջանին։ Այսինքն, եթե քննարկվում է նույնիսկ այդպիսի հարցեր քննարկել են սկսել, հիմա կրկին չխոսենք լավի ու մատի մասին, դավաճանության եւ հերոսության մասին, սա քաղաքականություն է, սիրելի հայրենակիցներ, բայց մենք պետք է արժանապատիվ քաղաքականություն վարենք, արժանապատիվ բանակցություններ եւ կրկին դրա համար հիշեցնում եմ իրենց իսկ խոսքերը, իրենց իսկ պնդումները, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ եւս կան տարածքային պահանջներ
Հայաստանից, այսինքն միակողմանի քննարկումներ այդ առումով չպետք է տեղի ունենան։ Մենք գիտենք, որ Հայաստանը այնուամենայնիվ պատրաստվում է փոխել սահմանադրությունը, փորձելու է անցկացնել, պատրաստվում է անցկացնել հանրաքվե այդ հարցի շուրջ եւ ամենայն հավանականությամբ այն կետերը, որոնք որ Ադրբեջանին դուր չեն գալիս, արդեն իսկ որոշում է կայացվել, իմ պատկերացումներն եմ ուղղակի ասում, չեմ կարող համոզված ասել, բայց ամենայն դեպս իմ պատկերացումներն է այդպեսին, որ որոշում կա, որ այդ հղումը, որը որ կա սահմանադրության մեջ, այդ ամենը երևի թե հանվելու է։ Բայց դա Ադրբեջանը միանշանակ ներկայացնելու է որպես իր պահանջների կատարում, հետեւաբար եթե նման հարցերը բանակցվում են Ադրբեջանի հետ, ընդհանրապես եթե նման խոսք կա, չէի ցանկանա որ լիներ, բայց եթե կա, դրա համար հիշեցնում եմ, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ եւս կան այդպիսի կետեր։ Եվ այստեղ կրկին ձեր ուշադրությունը մեկ հարցի վրա եմ ուզում սևեռել, սիրելի հայրենակիցներ, ընդհանրապես շատերը ցանկանում են լսել սուր հայտարարություններ, սուր ձևակերպումներ, շատերի համար էկրանների առջև հաճելի է, բայց ես հասկանում եմ դա, ես հասկանում եմ, որ դիտումները միանգամից կարող են եռապատկվեն, քառապատկվեն, բայց ես չեմ կարող խոսել որևիցե բան, որը որ կվնասի մեր ազգային եւ պետական շահերին, հետեւաբար դրա համար եւ զուսպ եմ փորձում խոսել, զուսպ լինելը կարծում եմ ավելի մեծ օգուտ է տալու եւ միայն այստեղ դիտումների քանակը չէ որ պետք է մեզ բավարարի, այլ նաեւ այն գործը, որը որ մենք անում ենք եւ փորձում ենք օգտակար լինել Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Վրաստանի Հանրապետության։ Հիմա անցնենք միջազգային կարևոր հարցերին։ Ամենակարևոր հարցերը հիմա Պակիստանի եւ Հնդկաստանի շուրջ են, ինչպես նաեւ Ուկրաինայի, արդեն այդ մասին ես ասացի, երեք կարևոր տեղեկություններ ստացանք, որ այդ ռազմական բախումներից հետո, հազոր, կարելի ասել լայնածավալ ռազմական գործողություններից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեցին լուրջ ձևով միջամտել, Մարկո Ռուբիոն նույնիսկ խոսակցություն ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը հրամանատարի հետ պակիստանյան զորքերի, դրանից հետո արդեն երեկոյան հայտարարություն եղավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ կողմերը ասել են նրան, որ հրադադար է հաստատվելու Պակիստանի եւ Հնդկաստանի միջև, բայց Պակիստանը խախտեց այդ պայմանավորվածությունները, նույնիսկ Դոնալդ Թրամփն էր հայտարարում, որ իրենց միջնորդությամբ հրադադար է հաստատվել Պակիստանի եւ Հնդկաստանի միջև, Պակիստանը նույն ժամանակ, ինչպես եւ շատ անգամ անում է Ադրբեջանը, նույն ոճն է հիմնականում խախտեց հրադադարը, հարձակվեց Հնդկաստանի վրա եւ ստացավ բավականին լուրջ, շատ ցավոտ պատասխան Հնդկաստանի կողմից, կարելի ասել, որ ավելի ցավոտ պատասխան ստացավ Հնդկաստանի կողմից, քան նախորդ գիշերը։ Եվ նույնիսկ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այդ հրադադարի խախտումից հետո շատ անհանգիստ էր։ Այդպիսով Հնդկաստանը շատ կոշտ պատասխանելով հրադադարի խախտմանը, մեկ անգամ եւս ապացուցեց, որ տասնյակ անգամ գերազանցում է իր զինված ուժերով Պակիստանի բոլոր զորքերին, լինի դա օդում, թե ցամաքում։ Դրանից հետո կարծես թե հրադադարը այս պահի դրությամբ ուժի մեջ է, այսինքն բավականին լուրջ ռազմական բախում տեղի ունեցավ այդ հրադադարի հայտարարումից հետո, բայց դրանից հետո իրավիճակը կարծես թե այս պահի դրությամբ ստաբիլացվել է, բայց հետևենք, տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, քանի որ հասկանում ենք, որ այդ հրադադարը բավականին փխրուն է հիմա Պակիստանի եւ Հնդկաստանի միջև։ Հիմա խոսենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև։ Երեք փաստացի դաշնակիցները այցելել էին Կիև եւ հստակ աջակցություն էին հայտնում Զելենսկուն։ Խոսքը Մակրոնի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերի, նոր կանցլեր, Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի մասին։ Այդ առաջնորդները միասին գտնվում էին Կիևում, հանդիպում էին ոչ միայն իշխանությունների հետ, այլ նաև ժողովրդի հետ են հանդիպել, շրջելով Կիևի փողոցներում եւ շատ կարևոր քննարկումներ են ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Չնայած որ ամերիկյան կողմը կարծես թե չկար, բայց այնուամենայնիվ ամենուրեր Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը եւ բոլոր հայտարարություններից հստակ պարզ է դառնում, որ Ռուսաստանի Դաշնությանը ներկայացվել է կարծես թե վերջնագիր այս երկու օրերի ընթացքում, Կիրակի երկուշաբթի առավելագույնը, որպեսզի Ռուսաստանը գնա հրադադարի հաստատման 30 օրյա հրադադարի մասին է խոսքը։
Եվ հստակ ասվում էր, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվի այդ հրադադարից, ապա կայծակնային արագությամբ նոր բավականին լուրջ պատժամիջոցներ են մտցվելու Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Բնականաբար այդ պատժամիջոցներում չեն լինելու միակողմ, միայն Եվրոպայի կողմից, դրանց է միանալու նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ դրանք ամենայն հավանականությամբ ջախջախիչ պատժամիջոցներ են լինելու Ռուսաստանի տնտեսության համար։ Եթե հիշում եք, մենք արդեն մեկ շաբաթից ավել է խոսում ենք այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը պայմանավորվել են նոր պատժամիջոցների մասին, սինխրոն ձևով մտցնել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Եվ կոչը շատ հստակ էր, նրանց բացի ընդհանուր հայտարարություն տարածվեց, որով որ կոչ արվեց Ռուսաստանի դադարեցնել պատերազմը ընդդեմ Ուկրաինայի եւ խոսքային մասին, որ 22 կետերի շուրջ խաղաղության պայմանագրի համաձայնության են եկել եւ այդ պայմանագրի մեջ կան տարբեր տեսակի կետեր, օրինակի համար, որոնցից մեկը Ռուսաստանի պահանջով այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք չեն աջակցելու Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին։ Բայց այդ հրադադարի օրերին չի բացառվում, որ զենք մատակարարվի Ուկրաինային, հատկապես Ֆրանսիան հայտարարել է, որ իրենք այնուամենայնիվ զենք են մատակարարելու Ուկրաինային։ Դրանից բացի Գերմանիան սկսելու է Patriot համակարգերի համար այդ հրթիռները հակաօդային պաշտպանության տրամադրել Ուկրաինային Ամերիկայի Միացյալ Նահանգների համաձայնությամբ, ինչպես նաև այլ հեռահար հրթիռներ։ Դա եւս չափազանց հետաքրքիր տեղեկություն է։ Միջայլոց վերջերս մենք ստանում ենք տեղեկություն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել են կամաց թույլ տալ, որպեսզի դաշնակիցները սկսեն իրենց արտադրած զենքերը տրամադրել Ուկրաինային։ Եվ այդ ընդհանուր հայտարարությունների մեջ խոսք կա նաև այն մասին, որ եթե հիմա Ռուսաստանի Դաշնությունը չհամաձայնվի այդ հրադադարին, ոչ միայն ծանր պատժամիջոցներ են իջնելու Ռուսաստանի Դաշնության վրա, այլ նաև սկսելու են Ուկրաինային մեծ օգնություն, ռազմական օգնություն տրամադրել, հատկապես Մեծ Բրիտանիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելացնելու են իրենց օգնությունը Ուկրաինային։ Զենքի մասին է կոնկրետ խոսքը։ Դրանից հետո մենք տեսանք, թե ինչպես Կրեմլը պատրաստվում էր հայտարարությամբ հանդես գալ, շատ էին ուռճացնում այդ հայտարարությունը, տելեգրամյան ալիքները ամեն րոպե սպասում էին, թե ինչ է ասելու Վլադիմիր Պուտինը, ինչ հայտարարությամբ է հանդես գալու, ու տարբեր կարծիքներ կային, Սոլովյովն էր այդ մասին խոսում, տարբեր այլ պրոպագանդիստներ էին խոսում, ասում էին, որ կարող է լայնածավալ պատերազմ հայտարարել Ռուսաստանի Դաշնությունը, մեկը ասում էր, որ կարող է ամեն ինչ դադարեցվել, այսինքն հստակ անորոշություններ, այդ հայտարարությունը հետաձգվում էր հատուկ երևի թե նպատակներով եւ Պուտինի հիմնական հայտարարությունը երբ եղավ, պարզ դարձավ, որ Վլադիմիր Պուտինը կրկին ուզում է հետաձգել այդ խաղաղությունը, այսինքն հաստատի չի, այդպես է դուրս գալիս, որ չի համաձայնվում Կիրակի կամ այս երկուշաբթի արդեն հայտարարել խաղաղության մասին, մի երկու օրով էլ է հետաձգել, ասելով, որ առաջարկում է Ռուսաստանի Դաշնությունը առանց նախապայմանների բանակցություններ անցկացնել Ուկրաինայի հետ Թուրքիայում եւ դրա համար կապնվելու է հիմա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի Թուրքիան տարածք տրամադրի, որպեսզի առանց նախապայմանների բանակցություններ սկսվեն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Դրան է արձագանքել արդեն նաեւ Մակրոնը, հայտարարելով, որ լավ է, բայց քիչ է, քանի որ բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը կրկին փորձում է երկարաձգել այդ պատերազմը, նույնիսկ այդ 1-2-3 օրը փորձում է երկարաձգել այդ պատերազմը։ Հետաքրքիր հայտարարություններ է անում այդ առումով նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, դա ինքը տարբեր ժամանակների մեջ տարբեր հայտարարություններ է անում, այսինքն մեկ հայտարարություն մեկ ժամվա մեջ չէ, որ արել է, դրա համար տարբեր հայտարարություններ մենք ունենք Դոնալդ Թրամփից, օրինակի համար մեկ հայտարարությամբ Թրամփը ասել է, որ Պուտինը չի ուզում ավարտել պատերազմը ընդդեմ Ուկրաինային, քանի որ Պուտինին պետք է ամբողջ Ուկրաինան, բայց հետագայում արդեն ավելի ուշ մեր ժամով շատ ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է շատ կարևոր օր լինի այսօր Ուկրաինայի եւ Ռուսաստանի համար, քանի որ կարող է հաստատվել հրադադար Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Նա ասել է, որ մտածեք 100 հազարավոր կյանքերի մասին եւ եթե խաղաղություն հաստատվի, սա լինելու է նոր աշխարհ, լավ աշխարհ,
եւ կենտրոնանալու են իրանք արդեն առևտրի վրա, հարաբերությունների վերականգնման վրա։ Մոտավորապես այդպիսի հայտարարություններով է հանդես եկել Դոնալդ Թրամփը։ Տեսնենք, այսինքն Դոնալդ Թրամփը այնուամենայնիվ կրկին փորձում է օպտիմիզմ արտահայտել։ Մեկ այլ հարցազրույցում ինքը ասել է, որ նույնիսկ իր քունը չի տանում, չի կարող նորմալ գիշերները քնել, քանի որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը դեռևս շարունակվում է, ու քանի որ հրադադար չկա, դա ազդում է, շատ վատ է ազդում իր վրա, նույնիսկ քունն է ինքը կորցրել։ Եվ եթե անկեղծ լինենք, մենք տեսնում ենք, որ իրոք Դոնալդ Թրամփը փորձում է, որպեսզի պատերազմը ավարտվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, բավականին լուրջ ջանքեր է գործադրում դրա համար, եւ այդ բոլոր հայտարարությունները հիմա որ մենք ունենք եւ հավաքում ենք մեկտեղ, հստակ մեկ բան է երևում, որ դաշնակիցները ասելով արևմուտք արդեն հավաքական նկատի ունեմ, կարծես թե տարաձայնություններ այդքան էլ արդեն չկան Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայի մասով, ամենայն դեպս լուրջ տարաձայնություններ այս պահիդրությամբ այլևս չեն երևում, եւ նրանք կարծես թե վերջնաժամկետ են տվել Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը ավարտին հասցնի այս պատերազմը։ Տեսնենք, այս մոտակա օրերի ընթացքում ես կարծում եմ, որ շատ բան պարզ է դառնալու։ Եթե Վլադիմիր Պուտինը ասում է մայիսի 15-ին տեղափոխենք այդ բանակցությունները, եւ հետո ինչ կանեն բանակցելու էլի է փորձում երևի ձգձգել, բայց չեմ կարծում, որ շատ երկար ձգձգելու թույլ տան Ռուսաստանի Դաշնությանը, եւ եթե Ռուսաստանի Դաշնությունը այնուամենայնիվ հրաժարվի գնալ խաղաղության, ես պատկերացնում եմ, որ սկսելու են Ուկրաինային շատ ավելի լուրջ եւ շատ մեծ քանակությամբ զենք մատակարարել, անելու են ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի տնտեսությունը փլուզեն, այդ երկրորդական պատժամիջոցները կմտցվեն հատկապես նավթային, գազային սեկտորի վրա, եւ ոչ մի երկիր չի կարողանալու նավթ եւ գազ ձեռք բերել, հակառակ պարագայում իրենք էլ կհայտնվեն այդ պատժամիջոցների տակ։ Բայց այս ֆոնին շատ հետաքրքիր էր երեք Սի Դինպինի հայտարարությունը 3-ի առաջի օրը, որ նա կոչ էր անում հաստատել խաղաղություն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, կայուն խաղաղություն, արժանապատիվ խաղաղության նման հայտարարություն էր արել, որ այդ խաղաղությունը բոլորին գոհացնի, որ նման հայտարարություններ Սի Դինպինի կողմից, բայց նույն ժամանակ կարևոր փաստաթղթեր են ստորագրում Չինաստանը եւ Ռուսաստանը, խորացնելով իրենց հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Սա շատ հետաքրքիր է իրոք, եւ այն շարժերը, որ հիմա կան Հնդկաստան-Պակիստանի մասով, դա եւս չափազանց հետաքրքիր է։ Հնդկաստանը մեծ քաշ է հավաքում ամբողջ աշխարհում, ամբողջ տարածաշրջանում, եւ ճիշտ է մեր քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Հնդկաստանի հետ, Չինաստանի հետ նույնպես պետք է լավ լինել։ Այդտեղ երկրորդ կարծիք չկա, բայց շատ կարեւոր է, որ մենք ավելի շատ խորացնենք մեր հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Հնդկաստանը արդեն դարձել է նոր գերտերություն եւ հələ շատ են աճելու Հնդկաստանի հնարավորությունները տարբեր ոլորտներում, թե տնտեսության մեջ, թե ռազմական առումով, թե քաղաքականության մեջ, դրա համար չափազանց կարեւոր է, որ մենք կարողանանք խորը հարաբերություններ հաստատել Հնդկաստանի հետ։ Մերձավոր Արևելքի մասով մեծ հաջողություններ չկան, խոսում էինք երեք այն մասին, որ հերթական բանակցությունները պետք է ունենան տեղի Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, դա եւս շատ լավ է եւ մեծ հույս է ներշնչում ամենայն դեպս։ Մերձավոր Արևելքից այլ կարևոր տեղեկություններ չկան, երեք Երուսալիմ Պոստը հոդված էր հրապարակել, թե իբր Թրամփը պատրաստվում է ճանաչել Պաղեստինը, բայց առանց Համաս շարժման, բայց կարծես թե Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Իսրայելում հերքեց այդ տեղեկությունները, հստակ ասելով, որ Թրամփը շատ pro-իսրայելական նախագահ եւ նման հրապարակումները անհեթեթություն է։ Բայց քանի որ Երուսալիմ Պոստը այդպիսի հոդված է հրապարակում, դա էլ նշանակում է մեկ բան, որ որոշ տարաձայնություններ այնուամենայնիվ Թրամփի եւ Նեթանյահուի միջև առաջացել են եւ դա եւս շատ հետաքրքիր է եւ այդ հարցի վրա եւս մենք պետք է մեծ ուշադրություն սևեռենք, քանի որ Մերձավոր Արևելքը, որը որ միանգամից մեր քթի տակ է եւ հիմնականում այդ ամենը ինչ տեղի ունենում ազդելու է Իրանի վրա, Իրանում տեղի ունեցողը ազդելու է նաեւ մեր վրա
Հետևաբար այդ հարցը ամենակարևոր հարցերից մեկն է, որը որ նույնպես մեզ հետաքրքրում է։ Այս պայմանությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի մասին, կարող եք բաժանորդագրվել, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, դնելով նաև զանգակը, գրեք նաև ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ, հաջողություն, կհանդիպենք։